Իսկ ովքեր ընդհանրապես Քրիստոսին ուրացան առաքյալներից։ Առաջինը ամենաջերմեռանդ, ամենատաքարյուն առաքյալը Պետրոսը։ Մինչև էդ էլ Պետրոս առաքյալը տաքարյուն էր։ Տեր, քավ լիցի, այդ քեզ չպետք է պատահի, դու չպետք է խաչվես։ Ետի սանցի սատանա։ Այսինքն քո խոսքը, քո մտածումը մարդկային է, աստվածային չէ։ Եվ մեր Տերը, երբ որ Պետրոս առաքյալի ուրացումները տեսավ, 3 անգամ սիրո խոստովանություն կորզեց նրանից։ Երբ հարությունից հետո ասաց Պետրոս, սիրում ես ինձ, ասես Տեր, սիրում եմ քեզ։ Հովվիր իմ ոչխարներին, Պետրոս, սիրում ես ինձ, այո Տեր, գիտես որ սիրում եմ քեզ։ Արածեցրու իմ գառներին։ 3-րդ անգամ ասաց, տխրեց Պետրոսը։ Տեսեք, սուբգույքում սիրո խոստովանության մասին է խոսքը, իրական սիրո, Աստծո եւ մարդու միջև սիրո խոստովանություն էր սա։ Պահանջեց սիրո խոստովանություն Քրիստոս Պետրոսից եւ ասաց, Տեր դու ամեն ինչ գիտես, բոլորին գիտես որ սիրում եմ քեզ։ Արածեցրու իմ ոչխարներին, բայց դու իմացի որ սիրում ես, ուրեմն իմ համար նահատակվես։ Եվ Քրիստոս ընդունեց Պետրոս առաքյալի նահատակությունը եւ այդ 3 սիրո խոստովանությամբ ներեց 3 ուրացումները Պետրոս առաքյալի, չէ՞։ 3 անգամ ուրացավ, 3 անգամ սեր խոստովանեց։ Եվ երբ Պետրոսին խաչում էին, ասաց ես արժանի չեմ Քրիստոսի նման խաչվել, ինձ գլխի վայր խաչել։ Այնով առաքյալներից ուրացավ, ավելի ճիշտ դավաճանեց, վաճառեց Քրիստոսին։ Հուդա առաքյալը, Պետրոս առաքյալը խոսքով ուղղակի սայթաքեց, պահի տակ վախեցավ, սայթաքում է իրապես, իսկ Հուդայինը այդպիսին չէ։ 3 տարի Քրիստոս առաքյալներին աշակերտ ունեցավ։ Եվ ամեն անգամ Քրիստոս ասում էր. ձեզանից մեկը ինձ մատնելու է։ Ճիշտ է, մարդու որդին կգնա, բայց ինչպես գրված է, բայց վայ այն մարդուն, որի ձեռքով կգնա։ Այդ մարդը մարգարեությունները իրականանալու համար չէ, որ մատնում է, այլ արծաթասիրությամբ բռնված։ Պետրոս առաքյալինը պատահական թերացում էր, ուրացում էր, սայթաքում էր, Հուդա առաքյալինը ծրագրավորված դավաճանություն էր։ Գնաց, ժամ, տեղ պայմանավորվեց, վճարը, դավաճանության գինը վերցեց 30 արծաթը եւ գնաց ու վաճառեց, դավաճանեց։ Ուրացավ թե Հուդան եւ թե Պետրոսը։ Զղջաց թե Հուդան եւ թե Պետրոսը։ Բայց այլ էր Պետրոս առաքյալի ուրացումը, այլ էր Հուդայի դավաճանությունը, այլ էր Պետրոս առաքյալի զղջումը, այլ էր Հուդայի զղջումը։ Պետրոս առաքյալը դառնապես լաց եղավ, երբ որ 3 անգամ ուրացավ եւ աքաղաղի ձայնը լսեց, դառնապես լաց եղավ, հեռացավ, գնաց, ասում եմ, մինչև Քրիստոսի հարությունը փոսի մեջ նստած լացում էր։ Հուդան առաքյալը զղջաց, բայց չերկնեց զղջումը, չծնեց, ասում է Սուրբ Տաթևացին։ Զղջումը պետք է երկնել եւ ծնել, պետք է ավարտին հասցնել։ Կիսատ թողեց իր զղջումը։ Չլացեց, գնաց ուղղակի կախվեց։ Ասաց ես արդարարում թափեց եւ դրանից ավելի։ Եթե ինքը հասկանար, որ մարգարեություններն են կատարվել կամ ինքը այդքան խորամուխ էր այդ հավատքի հետ, ինքը չէր գնա ինքնասպան լինելու։ Հա? Պետրոսի նման կվերականգնվեր առաքելության կոչման մեջ։ Ամեն իմաստով տարբեր են Պետրոսի եւ Հուդայի ուրացումները։ Մեկը պարզ սայթաքում է, մեկը ծրագրավորված դավաճանություն։ Մեկը հասարակ արագ զղջում, վերականգնում, մյուսը կիսատ զղջում, հուսահատություն։
ինչպես Սուրբ Գրիգոր Նարեկացին ասում է, թե ուժգին զղջումը, թե մոլեգին մեղանչումը մարդուն տանում են հուսահատության։ Ինչ տեղ ունեցավ Հուդայի հետ, մոլեգին մեղանչեց, արծաթ գնով վաճառեց Քրիստոսին և ուժգին զղջաց և գնաց հուսահատության, ինքնասպանության, գնաց կախվեց։ Սկզբում մոլեգին մեղանչեց, հետո ուժգին զղջաց և կտրվեց հույսի հավատքի թելը։ Բայց մենք չեք տեսնում, բայց մեկն էլ ուրացավ առաքյալներից Քրիստոսին։ Ով ուրացավ։ Ուրեմն Հուդան ուրացավ գործով, դավաճանեց, փողով վաճառեց։ Պետրոս առաքյալը ուրացավ խոսքով, սայթաքեց, և Թովմաս առաքյալը ուրացավ մտքով։ Երբ որ մեր Տերը Հիսուս Քրիստոս հարություն առավ Մեռելեից և երևաց աշակերտներին, 10 էին այնտեղ, Հուդան կախվել էր արդեն, Թովմասն էլ չկար։ Եվ երբ ընկերները, առաքյալներն ասացին Քրիստոսին տեսակ, ասաց չեմ հավատա, մինչև ես ինքս չտեսնեմ, իմ ձեռքերը իր մեխերի անցքերը չմտցնեմ, կողը չմտցնեմ, չեմ հավատա։ Եվ մեկ ուրիշ անգամ Քրիստոս անձամբ երևաց, Թովմաս առաքյալներ ներկա էր, ասաց արի Թովմաս, բեր ձեռքեր, մտցրու, տես որ ես հոգի չեմ, այլ մարմին եմ, հարություն եմ արել։ Եվ խոստովանեց Թովմաս առաքյալը, ասեց Տերին և Աստվածին։ Եվ մեր Տերն ինչ ասաց, տեսար ու հավատացիր, յանի նրանց ովքեր չեն տեսնում ու կհավատան։ Ուրեմն գործով, խոսքով, մտքով։ Կարծեմ, թե մենք երբեմն ուրանում ենք Տիրոջը, զգուշ լինենք, որ պարզ հասարակ, չուրանանք, ձգտենք չուրանանք, բայց արագ զղջանք Պետրոսի և Թովմասի նման և վերականգնվենք մեր քրիստոնեական կերպարի նման, չլինենք Հուդայի նման, որ մոլեգին մեղանչենք, հետո էլ ուժգին զղջանք ու փրկության ելք չգտնենք։ Ամեն։